ոնց ռուս-ուկրաինական այս իրադարձությունների համատեքստում արևմուտքի թիրախը ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու նրա շուրջ եղած քաղաքական թիմն են, այլ Ռուսաստանը, ռուսները, ռուսական պետությունը, այնպես էլ այստեղ ընդունելի քաղաքական էլիտաներ, այնպես չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Իրանում կան, ու այն հանգամանքը, որ ենք անդադար այդ Փեհլևի ժառանգին են այսպես ասած առաջին պլան բերում, դրա վառ օրինակն է, ես ինչու եմ սա ասում, միգուցե նաև Իրանի աշխարհիկ իշխանության ներկայացուցիչների գոնե մի հատվածը հասկացել է մի բան, որ եթե ներկայիս ռեժիմը անկնի, իրենց ետևից եւս գալու են։ Դա իր հերթին նշանակում է հետեւյալը. մենք կարող ենք իսկապես ականատես լինել նրան, որ դեսպանի դիրքորոշումը կտրանսֆորմացվի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշման ավելի լայն սպեկտրի հարցերի վերաբերյալ։ Բայց կրկին ասեմ, սա բարդ չէ, հա, սա ստուգել։ Մենք այդ կոնկրետ ձեզ հետ Սպուտնիկի տաղավարում 2 տարուց ավել է սրա մասին խոսում ենք։ Այլ հարց է, որ բարձր մեր վրա այն ճնշումը, այն պատասխանատվությունը չկա, ինչպիսին կա Իրանի իշխանությունների վրա։ Միգուցե իրենք միշտ էլ փորձել են ինչ-որ տեղ թողել, այնպես դուք ասում եք, փորձենք լավը տեսնենք, միգուցե իրենք միշտ փորձել են ինչ-որ տեղ թողել Հայաստանի հետ հարաբերությունները, Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունները չայրելու որոշակի կամուրջներ պահել, բայց այսօրվա հայտարարությունը եւ այս հայտարարության պահը վառ օրինակն է նրա, որ Հայաստանի պետության իշխանությունները իրենք ֆունդամենտալ իրենց ընտրությունը կատարել են։ Պարոն Աբովյան, ավելին Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են դեպի թուրանական աշխարհ, մաս դառնալու թուրանական աշխարհի, բայց կոնկրետ այս իրադարձությունների ժամանակ ըստ նաև իրանական աղբյուրների, նույնիսկ Թուրքիան է իրենց օգնել որոշակի խմբավորումների հայտնաբերել։ Այո, խոսքը գնում է քրդերի մասին։ Ես դրա համար եմ ասում, իհարկե Թուրքիան ունի իր շահերը, այնտեղ քրդական գործոնը շատ գրգռիչ դեր ունի Թուրքիայի համար, բոլորս էլ դա հասկանում ենք, բայց ինքնին հանգամանքը